Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Ղրղըզստանի Հանրապետություն մեկնարկվել է Բիշքեկի Մանաս միջազգային օդանավակայանում Վրաստանի կառավարության ղեկավարին դիմավորել է Ղրղըզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ Ադիբեկ Կասիմ Ալիևը։ Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է Վրաստանի վարչապետի հանդիպումը Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժաբարովի հետ, որից հետո կողմերը համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։ Հատուկ գործողություն միջազգային կիբերհանցագործության դեմ գործը վերաբերում է մեծ քանակությամբ կրիպտոարժույթի լվացմանը։ Վրաստանի դատախազության ԱՄՆ-ի գաղտնի ծառայության, Լեհաստանի Հանրապետության կիբերհանցագործության դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի և Լոձի շրջանային դատախազության աշխատակիցները, ինչպես նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության և ֆինանսների նախարարության քննչական ծառայությունները Վրաստանում լայնածավալ գործողություն են իրականացրել։ Ինչպես այսօր Վրաստանի դատախազությունում տեղի ունեցած ճեպազրույցում նշվել է, հատուկ գործողությունը նախապատրաստվել է Եվրոջաստ և Եվրոպոլի աջակցությամբ միջազգային գործընկերների հետ համատեղ։ Համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է 2 օտարերկրյա քաղաքացի։ Մեստիայի մունիցիպալիտետում անցկացված քննչական գործողությունների արդյունքում ներքին գործերի նախարարության աշխատակիցները որպես ապացույց առևանգել են ևս 42 այսպես կոչված մայներ։ Հետաքննությամբ պարզվել է, որ տեղացիները վերը նշված սարքերը օգտագործում էին թվային արժույթ ստեղծելու և մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի անօրինական սպառման միջոցով անօրինական եկամուտ ստանալու համար։ Հանցագործությունը նախատեսում է 3 տարի ժամկետով ազատազրկում։ Ընդդիմադիր դաշինքում տարաձայնությունները շարունակվում են։ Ազգային շարժման դիրքորոշումն այն է, որ կուսակցությունը կմնա դաշինքում և կշարունակի իր աշխատանքը։ Մինչդեռ ընդդիմադիր դաշինքի առաջնորդներից մեկը՝ Նիկա Գվարամյան, հայտարարում է, որ ազգային շարժումը այս փուլում պաշտոնապես դաշինքի անդամ է, սակայն չի մասնակցում դաշինքի գործունեությանը։ Բացի այդ, դաշինքի առաջնորդներից մեկը՝ Թամար Չերգոլեիշվիլին, հայտարարում է, որ ազգային շարժման լոգոն կհեռացվի դաշինքի պաստառներից։ Բացի այդ, ազգային շարժումը խոսել է վերականգնման մասին, ըստ տեղեկությունների խորհրդակցություններ են ընթանում Նանուկա Ժորժոլյանիի հետ։ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հրապարակել է Վրաստան 2026 թվականի 4-րդ հոդվածի վերաբերյալ խորհրդակցություններ վերնագրով զեկույցը, որի համաձայն Վրաստանի տնտեսությունը մնացել է կայուն գլոբալ անորոշության աճի, այդ թվում Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պայմաններում։ Իրական համախառն ներքին արդյունքը 2025 թվականին աճել է 7,5%-ով և մնացել է բարձր 2026 թվականի սկզբին, մինչդեռ էլեկտրաէներգակիրների բարձր գներով պայմանավորված գնաճը գերազանցել է նպատակային ցուցանիշը 2026 թվականի ապրիլին հասնելով 5,9%-ի։ ԱՄՆ-ն Իրանի դեմ պաշտպանական հարվածների նոր ալիք է սկսել։ Կենտրոնական հրամանատարության տվյալներով հարձակման թիրախներն էին Իրանի ռազմական հսկողության հնարավորությունները, կապի համակարգերը և օդային պաշտպանության կառույցները։ Հայտարարության մեջ նշվում էր, որ հարվածները կատարվել են ի պատասխան Իրանի անհիմն և շարունակական ագրեսիայի։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով հարվածները շուտով կդադարեն, բայց եթե այսօր համաձայնություն չլինի, հարձակումները կշարունակվեն։ Վրաստանի խորհրդարանի նախագահը խորհրդարանի անդամների հետ միասին գտնվում է Սամցխե Ջավախեթիում Վրաստանի քրիստոնեության 1700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Շալվա Պապուաշվիլին այցելել է Փոկայի Սուրբ Նինոյի վանք։ Խորհրդարանի նախագահը և պատգամավորները շրջել են վանքում և խոսել Վրաստանի քրիստոնեական ժառանգության կարևորության մասին։ Շալվա Պապուաշվիլին այցելել է նաև Նինո Ծմինդա, Հայոս և Քարտլոս հրապարակներ, որտեղ հանդիպել է տեղի բնակչության հետ։ Ներքին գործերի նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության ոստիկանության վարչությունում և զննել է վերանորոգված ավտոկայանատեղին։
Անվտանգության ոստիկանության վարչության ավտոկայանատեղին թարմացվել է 40 նոր մեքենայով։ Հանդիպման ժամանակ նախարարին վարչության պետ Գյորգի Ալադաշվիլին ներկայացրել է ընթացիկ և ապագա ծրագրերը։ Սուլխան Թամազաշվիլին վարչության ղեկավարի հետ միասին ծանոթացել է նաև կենտրոնական կառավարման վարչության և թեժ գծի աշխատանքի առանձնահատկություններին։ Սամեգրելո Զեմոսվանեթի մունիցիպալիտետում տարածաշրջանային զարգացման նախարարության ֆինանսավորմամբ իրականացվում է 124 նախագիծ։ Մոտ ապագայում կիրականացվի ևս 153 նոր ենթակառուցվածքային նախագիծ, այդ թվում ճանապարհներ, կամուրջներ, ջրամատակարարում, ճակատային մասերի, բակերի, բազմաբնակարան շենքերի տանիքների կարգավորում և դպրոցներում տարբեր տեսակի վերականգնողական աշխատանքներ։ Տարածաշրջանային զարգացման նախարարի առաջին տեղակալ Լևան Զաուտաշվիլին և պետական ներկայացուցիչ Դավիթ Վերավան ծանոթացան տարածաշրջանում իրականացվող նախագծերին։ Ենթակառուցվածքների նախարարության քաղաքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Շոնյան Քութայիսի քաղաքապետ Դավիթ Երեմայիշվիլիի հետ միասին տեղում այցելեց Քութայիսի ենթակառուցվածքային նախագծեր։ Քութայիսիում Վրաստանի կառավարության ֆինանսավորմամբ ընթանում են ուսանող երիտասարդական այգու վերականգնում և Աբաշիձե փողոցում նոր բուլվարի կարգավորում։ Բացի այդ, նախագծման փուլում է գտնվում նախկին խորհրդարանի շենքի հարակից տարածքում 70 հեկտարի վրա ժամանակակից բազմաֆունկցիոնալ այգու կազմակերպումը։ Քանյե Ուեսթի հունիսի 12-ին Դինամո մարզադաշտում նախատեսված համերգի կապակցությամբ Թբիլիսիի մետրոն, ինչպես նաև մի քանի ավտոբուսային գծեր կաշխատեն երկարացված ժամկետով և կսպասարկեն ուղևորներին մինչև հունիսի 13-ի ժամը 2-ը, հայտարարել է Վրաստանի քաղաքապետը։ Ինչ վերաբերում է երթևեկությանը, հունիսի 12-ին ժամը 7-ից մարզադաշտի շրջակա փողոցներում սահմանափակվելու է ավտոմեքենաների երթևեկությունը։ Սկզբնական սահմանափակումը կվերաբերվի Սլավա Մետրևելի և Գյորգի Ցաբաձե փողոցներին, որտեղ երթևեկությունը կսահմանափակվի Դինամո արենայի գլխավոր մուտքերով։ Վրաստանի մշակույթի նախարարը մասնագետների հետ միասին քննարկել է Օնիում Ռաջա թանգարանի նոր շենքի բացման համար անհրաժեշտ հարցերը։ Մշակույթի նախարարությունը տարածում է տեղեկատվությունը։ Վրաստանի կառավարության աջակցությամբ կառուցված Ռաջա թանգարանի նոր շենքը 2026 թվականին ինտեգրվել է Վրաստանի ազգային թանգարանների համակարգին։ Ներկայումս ընթանում է Օնի երկրաբանական թանգարանի հավաքածուների ֆոնդերի համակարգման և նոր շենք տեղափոխման գործընթացը։